Մենք բազմազան աստվածներ ունենք ու մեր պանթեոնը էլի նույն ձև հարուստ է, ինչքան որ հունական պանթեոնը մենք այդ աշխարհի մի մասն ենք եղել, հետո զուգահեռ դրան նաև եղել ենք արևելքի մի մասը, այսինքն միշտ այդ դիլեման եղել է հայը որտեղ է արևելքը, արևմուտքը մշակութային տեսանկյունից, հա, արժեհամակարգի տեսանկյունից որտեղ ենք մենք միշտ այդ արանքում ենք, որտեղ ընտրություն կարող է լինել, բայց ըստ էության մենք արևելյան քրիստոնյաներ ենք։ Բայց շատ կարևոր է ստեղ նորից հա Մաշտոցի դերը, Մեսրոպի դերը այդ ամեն ինչի մեջ, որտեղ Մեսրոպը հստակ ասեց հայերին նայեք դեպի արևմուտք, ոչ թե դեպի արևելք։ Ձեր ապագան կապեք արևմուտքի հետ, միջերկրային ծովի նոր քաղաքակրթության հետ, ոչ թե արևելքը, որը որ շատ ավելի հին է, շատ ավելի Չնայած Իրանից ազդեցությունը Կովկասյանից շատ կար։ Կար, իհարկե կար, բայց այդ ժամանակ շատ կարևոր որոշում կայացվեց հենց Մաշտոցի կողմից, չնայած վստահաբար նաև կաթողիկոս ու թագավորն էլ իրենց ազդեցությունը այդ որոշման վրա ունեցել են, բայց Մաշտոցը հստակ ասել է նայեք դեպի արևմուտք։ Դրա համար է մեր Այբուբենը այդ տեսք ունի, շարքն էլ հուներենին շատ նման է։ Եթե այդ որոշումը լիներ հակառակը, ասել դեպի նայեք դեպի արևելք, մենք վստահաբար ես կարծում եմ այսօր որպես էթնոս նույնիսկ չենք լինի։